Երեխեք, բայց սուր է մեր գեղեցկուհին, մեր միս թզուկ 2022-ը։ Երևի ոչ մի տաքսիստ չի համաձայնվել, որ իր մեքենան նստի, դրա համար էլ ուշանում է։ Տոմա, չես մի անգամից վատը մտածում, կարող անգելը ձեռով ոտը ջարդել է, դրա համար չի կարողանում։ Չէ, դժվար, որ ձեռներն ու ոտերը ջարդածելներ, ես պիտի ջարդածելներ, բայց ես խառն եմ ես քանի որ։ Երեխեք մտածում եմ կարող 8 ժամի դուրս է եկել, թափառող շների հետ իրանել են հավաքետ արել։ Շատ հնարավոր է։ Այ ոնց է վրես ազդում է տանդուրը։ Ոնց որ ես աշխատեմ ինքը ուտի։ Տոմ, բայց այդ Մաշայի պահով չէ իր ասում տենց։ Հա, բայց Մաշան բառից բուն իմաստով էր տենց անում։ Տոմա, ես այն օրը կգցեմ, շունը ձեռիցդ հաց չի վերցնի։ Մաշա, հաց ես թողել, որ վերցնի։ Երեխեք, իհարկե կներեք, բայց ես ամեն ինչի մասին, չէ՞։ Լիլի, գժվել ես, դու ստեղ կանգնած ես, ոնց պիտի քո մասին տես բաներ խոսեի։ Վայ, հա, ճիշտ է, ես մոռացել էի, որ դուք մարդու հետևից եք խոսում։ Պետք լինի դեմից է կխոսամ, այ քեզ։ Չէ, սոն պետք չի։ Եկեք նամյոկ անենք, թող ինքը հասկանա ինքնակամ դուրս գա։ Հա, օրինակ երեք, որ եկավ ավտոյից իջավ, թաքուն գնացի մեքենայի ակերը ծակեցի։ Լուրջ, հետո տաքսու շոֆերը դուրս եկավ, ձենը գցեց գլուխը։ Երեխեք, որ գա, եկեք արհամարենք։ Արհամարանքը ամենաուժեղ զենքն է։ Բայց շուտ ասեիք իմանայի, որ հետևից ռեպլիկ են անում, ընկերս կարար ուղղակի արհամար է։ Լիլի, ինձ թվում է ուղեղդ կարանտինի մեջ է։ Տոմա, այսինքն։ Դե աշխատում է, բայց սահմանափակումներով, էլի։ Լավ երեխեք, վсё, գալիս է, չենք մոռանում, արհամարում ենք։ Բարև ձեզ աղջիկներ։ Կներեք, որ ուշացա։ Երեխեք, ուրեմն այն օրը սեմուչկա է առել, ընենց համով սեմուչկա էր, ոյ սենց նստեցի, հա չրթում էի, մեկ էլ մի հատ վատ, դառնահամ, սենց նապշած մի հատ, սենց ինչ-որ սենց հատիկ ընգավ ատամիս տակ, ու այդ սաղ պուպուշ համով սեմուչկայի էֆեկտը պչացրեց։ Երեխեք, ասում եմ բարև ձեզ։ Վայն այս ծոներ եմ շնչում, երեխեք, ոնց որ մեկը նստած լինի շնչիս, մի հատ օտար մարմին։ Ինչ ահավոր է մեր երկրում։ Բարձրագույն ավարտները տաքսի են քշում, ժողովրդական արտիստները հարսանիքներ են վարում։ Ասում եմ ինչ լավ կլիներ, որ ամեն մարդ իր գործով զբաղվեր։ Չեմ հասկանում ինչ է կատարվում ստեղ։ Բինա ջան, հեռախոսիդ համարը կտաս։ Հա, 1991։ Ուրեմն այն օրը մտնում եմ բանջարեղենի խանութ, տեսնում եմ կաղամները ասեն սիրուն շարված, ու այդ սիրուն կաղամների մեջ դրած էր մի հատ քյալամ։ Մաշայի օրինակը պարտադիր պիտի ուտելիքից լիներ։ Չեմ հասկանում, ձեռ եք առնում։ Չէ, Բինա ջան, ձեռ չենք առնում, ուղղակի մենք քեզ արհամարում ենք։ Այդ ինչ եք արհամարում որ։ Չեմ կարա ասել։ Ինչի։ Որովհետև եթե հետդ խոսամ կնշանակի ես քեզ չեմ արհամարում, դրա համար հետը չեմ խոսում։ Բայց դու հիմա խոսում ես իմ հետ։ Հա, բայց դեմքի չեմ նայում։ Այս որ լինի բոլորը քեզ արհամարում են։ Ինչի։ Որտեվ խոսալուց հետո ոչ մեկ դեմքիդ չի նայում։ Լավ, Բինա, մենք քեզ ուզում ենք հանենք այս ակումբից։ Վայ, ինչի երեխեք։ Ես աշխատակը ինձ շատ է պետք, ես գումարի կարիք շատ ունեմ։ Գումարի կարիք ունես, գնա մետրոյի դեմը կանգնի, խեստ է կանգնել։ Վայ, չէ երեխեք, լուրջ եմ ասում, ընտանիքը ես եմ պահում, երեխուս կնգա, ամուսնուս, սաղ իմ վզին են նստած։ Քո վզին է նստած, դրա համար ես տենց կոլոտ։ Բինա, ախր ճիշտ հասկացի, դու այս ակումբի մոխրատիկը ոնց որ լինես, հələ քեզ նայի։ Ինչի, որ բոլորդ նախանձում եք դրա համար։ Չէ, որ կոշիկներդ փոքր ռազմեր է։ Բինա ջան, ստեղ աշխատավարձը մաքսիմում քո ճանապարհա ծախսին հերիքի։ Եթե ախորժակդ մեծ է, կհիասթափվես։ Ճիշտ է ասում։ Ու հետո, ստեղ մեծ ախորժակ մենակ Մաշան ունի։ Երեխեք, լուրջ ես աշխատանք ինձ շատ է պետք։ Երեխեքիս ես եմ պահում, ամուսնուս։ Ինչի դու ընկեր չունես։ Այ Լիլի, նոր ասաց որ ամուսին ունի։ Հա, բայց ընկեր չունի։ Ասում ես էլի, դաժե Բինան է ամուսնացած։ Իսկ ինչ անճաշակ են տղամարդիկ։ Իսկ ես նստած թախտին, սպասում եմ բախտին։
Բայց արի ուտես, որ թախտն էլ ամուսնացել, իսկ ես դեռ ոչ։ Մերսի։ Բինա, եթե ուզում ես մնաս, ուրեմն ինչ ասենք պետք է անես։ Այսինքն դառնում ձեր ծառան։ Հա, դու էլ ոչ հասիր ծառա։ Ամո չի։ Ստրուկը։ Վայ, դուզում են անենը սակումբից։ Դուզում են սարկը ստրուկստի։ Վայ, ռխիք սրտից դարմունած, Բինա ջան միլացի, այ գրկեմ քեզ Բինա ջան միլացի։ Սրանք երջանկության արցուկներ են, Լիլի ջան։ Այսինքն երջանիկ է, որ կոպես ընկերուհի ունեն, ավելի պիտ գրկել է։ Երեխեք սիրտս չդիմանցավ, Բինա արի ես է քեզ գրկեմ։ Ժալ ավա Տոմջան լավ գրկացել։ Չհասկացա։ Էս ինչ ողբեք կապ է։ Լուի ջան օգնին, ուզում են անենը սակումբից։ Ինչի եք ես խեղճ երեխուն ուզում հանել ակումբից։ Հազիվ ձեր անտաղանտների փազլը հավաքվել էր։ Բայց ինչի է խեղճ երեխա։ Դե որտեվ համ խեղճ է, համ երեխա։ Հա, դե քո դիմաց ցանկացած կենթանի մարդ երեխա է, Լուիզ ջան։ Զարա, քո հումորները դու հարթուկում ես։ Չէ, ջան։ Բա ինչի են սենց տափակ։ Լուիզա, մենք ուզում ենք Բինային հանենք ակումբից, ոնց որ մեր մեջի սպիտակ ագրավը լինի, չի ինտեգրվում։ Շատ ճիշտ ես ասում, որովհետև մնացածը սև ագրավներ եք։ Վայ, մերսի Լուիս ջան, որ ինձ պատերժկա ես անում, ինչ լավն ես կլինի մի հատ ձեռդ հապուրեմ։ Իսկ վիզիտ։ Բարև ձեզ աղջիկներ։ Բարև։ Բարև։ Ինչ է եղել, եսով ա լացացրև դինը։ Ինձ ուզում են ես ակումբից հանեն, բրատ։ Ախ, եղբայր։ Ով ա տենց ինքնագլուխ որոշումներ ընդունել։ Բինան պտի մնա, լսեցիք։ Պտի մնա, խանութ մանութ կգրա բան։ Գնացեք պատրաստվել է, արագացրեք։ Կար։ Հա, մաշ ջան։ Կար ջան, ինձ էլ կուղարկես խանութ։ Գնա։ Բարի երեկո, բարի գալուստ, ամենա պուպուշակում։ Ոնց եք մեռնեմ ձեզ սրտին։ Բարի գալուստ, Women's Club։ Boeing Orchestra եւ Հովիկ Արշակյան, շնորհակալություն մեր տրամադրությունը վերև թռցնելու համար, իսկ մենք շարժվում ենք առաջ։ Իսկ ասում շին հրապարակ ենք հրավիրում Պոնչին, Զիրոյանին, Տոմային, Սոնային եւ Զարային։ Լուիզա, ինչ շին հրապարակ բեմ։ Երբ ես տեսել, որ բանվորները բեմ բարձրանան։ 11 վայրկյան առաջ, գնացինք։ Բարի երեկո բոլորին, բերում է 11 վայրկյան էջը, ծափարեք, որ խլանանք։ Շնորհակալություն։ Մենք ներկայացնում ենք 11 վայրկյան էջը, հետո ներկայացնում ենք, թե ինչ է տեղի ունեցել այդ իրավիճակից 11 վայրկյան առաջ, եւ միանգամից առաջին 11 վայրկյանը երկու ընկեր։ Հələ թարգում են ծխելը։ Հələ ինչ ես անում, արա։ Թարգում, այս է։
Թարգում եմ, վсё։ Լավ չես արա։ Թարգում եմ ախպեր, ինչ է լավ չեմ արա, ուզում ես ինչ են, ինձ վնասվես, բաշիս հետ թարգերուն է ձև կարա։ Ես էց եմ թարգում Արա սա շեր թարգում արա։ Ախպեր, ես թարգում եմ։ Սխալ մոտեցում արա։ Արա լավ, դու իմ վատն ես ուզում։ Չէ ախպեր։ Գառնիկ։ Չէ ախպեր, բայց բեսով սխալ մոտեցում անգեր արա։ Ախպեր, ի՞նչ է սխալ անհարգալից ես թարգում եմ ծխել, այ քեզ։ Արա անհարգալից է։ Ընկերդ ուզում է ծխել է թարգի, ուզում ես թոքերս գարի։ Սխալ ես անում ընկեր, բեսով սխալ ես անում ախպեր։ Արա չեմ ջոգում արա։ Ինչ է, չես ամաչում։ Ինչից դու պետք է ամաչես։ Ամքի ուժ չունես դրանից։ Թե չունես դու ունես։ Բեսամp ունեմ։ Զգացվավ։ Դե գնա ուր։ Դե գնա։ Լակոտ։ Չէ, այսքան։ Այս իրավիճակից 11 վայրկյան առաջ։ Ախպեր մի սիգարետ դուրն։ Տան ցավը տան ման։ Արա թարգում եմ ծխել ախպեր։ Արա ինչ ես անում արա։ Օրկեստրա, հրաշք ծափեր է ձեզ տղաներ, մերսի, որ դիմանում եք մեզ։ Եվ մեր հաջորդ 11 վայրկյանը պատկերացրեք հիվանդանոցում։ Լավ ասի, չէ՞։ Դե։ Վայ, Լսրեք, էլ ես։ վայ, չէ, մի խնդրում եմ հեռու տան։ Ասենք բժշկուհի ջան, ասենք էսի խոսքի վեգալ դիջե։ Խնդրում եմ, էլի խոսակցություն եք իմ վրա բերում, կամերաներ կա, բոլորը տեսնում են, չէ։ Մերել սրտից սես կտամ չէ։ Ախար չէ, էլի ասում եմ, չի կարելի, չի հեռու տարեք է։ Սարու ասենք խոսքի վրա ամաչրացնում ես արևնի կարքին տղեն ոզ։ Չէ, մի հատ հեռու տարեք, ասում եմ, չէ, ուզում եք ինձ գործից հեռացնեն, ամեն այդ ինչ, չէ, հեռու տարեք։ Ախպոր պես արա մի են ասենք խոսքի մի սրտից մտածել եմ, էլի տամ, էլի ախպեր։ Չեք լսում, ինչ եմ ասում խնդրում եմ հեռու տարեք, հետ դրեք, դա չեմ ուզում։ Սարեք, վրա մարդում եք տաշ չուզի, արա մամա։ 11 վայրկյան առաջ։ Բարև ձեզ։ Ուրեմն ձեր անալիզի պատասխանները եկել են։ Սենց ասեմ, եթե դուք մի բաժակ էլ ալկոհոլ օգտագործեք, կմահանաք։ Ես փողը վեգալ, ես հարցը կարանք ուրիշ ձեր փողը վեգալ շարժվում ենք առաջ և հաջորդ 11 վայրկյանը ուղղակի երիտասարդ տղան։ Այո, շնորհակալություն։ Ջուր։ Վատ երազ եմ տեսել պապիկիս հետ կապված։ Տեսել է, որ մահացել է պապիկս, ջուր։ Ես գիտեմ, որ ջրին պատմում ես, չի լինում այդ վատ բանը, ջուր։ Խնդրում եմ քեզ, լսիր իմ խոսքերը։ Եվ թող պապիկս չմահանա, տար այս վատ լուրը քեզ է, ջուր, լսում ես, մերսի ջիկեր, մերսի, ջուր, երազներս վատ, տար այս աշխարից քեզ հետ դեպի կալանիզացիա։ Այս իրավիճակից 11 վայրկյան առաջ։ Հրուվիկ, մերում եմ, պապըտ մերում եմ, մի բաժակ չուրպեր։ Կոկորդի ջուր։ Մի բաժակ չուրպեր, կողորդից պարախանենք շուտա։ Հեսա բերեմ, պապի ջան, հեսա բերեմ։ Ջուր, երակի հաջորդ 11 վայրկյանը տղան եկել է ծանոթանալու իր ընկերու հայրիկի հետ։ Լուրջ։ Հա։ Լուրջ ես ասեմ։ Հա։ Հորա եթե դու իմ աղջկա մարը տես բաներ ես պատրաստ։ Հարսնիկը ի վրա։ Այստեղ է ձեր հարսնիկը կանի։ Աղջկա հերը, հարսնիկը պոլի կանի։ Ձեզի կուղարկի Մալդիվներ, պուտիշեստվյա։ Կուղարկի Եգիպտոս, սուտիշեստվյա։ Ասենք
Կուղարկի ասեք, թե ուր ուզեք, ոսկեղենով, վնյայա, բանանդե, լիմուզինով, ուտելիքներ, տարուսիկներ, ամեն ինչ պապայի վրա, եթե դուք հո վրա ես վերցնում այդ ամեն ինչը, մալա, դու տես տաղա ես, Էսում ես չար է, հալալա, հելը գնացեք են սենյակ, հալալա ձեզ, հելը գնացեք, դու կարաս։ Պապ, արդեն գնացել ենք, ինչ ես ասում։ Որդ ես ասում ախի։ Անդից են գալիս։ Ջանդակ, ծեպետ կաշի, բանը։ Դե որ տենցան մալատեց, ես սաղի վրև եկալմ, ծաղսը պոլնի, երիս ծեր։ Լավ չի, սյա, ես կալե։ Всё, գնացեք, ծխեք գնացեք։ Հավալը իստաղ է, ես իրավիճակից 11 վարկյան առաջ։ Բարև։ Բարև բալես, ես ով է։ Ինքը Բարսեղն է։ Բարսեղ։ Ինքը իմ ընկերն է, ինքը ինձ սիրում է, եկել է, որ քո հետ ծանոթանա, պապ։ Շատ հաճելի է։ Բարև ձեզ։ Կարլեն։ Բարսեղ շատ հաճելի է։ Ինձ էլ հաճելի է, ապել ջան։ Ձեզ Կարլեն ջան, ես ուրեմն ձեր աղջկան հավանել եմ ու եկել եմ ձեզնից իր ձեռքը խնդրեմ ու ես ուզում եմ իր հետ ամուսնանալ։ Շատ լավ է, էդի վատ չի։ Իսկ դու ինչ ես պատրաստ հանուն իմ աղջկա։ Ես իր ավտոյի ապան անձամբ կվճարեմ։ Լուրջ ես, ուրեմ սաղ հարսնիքը իմ վրա։ Magic people, voodoo people! Հաջորդ 11 վարկյանը մեր օրյա անախորժ իրավիճակ ու լիքս ես գրական բառեր։ Չես կարա մտնես, հավատ տանեմ։ Ոնչ։ QR կոդ չունես, չես կարա մտնես, չէ, ախպեր, QR կոդ չունես։ Ինչ նշանակում QR կոդ չունես, չես կարա մտնես։ Ախպեր ես, դու հայերեն հասկանում ես։ Հա, հասկանում եմ։ Էդ է նշանակում, վсё։ Ինչ ես առաջարկում։ Ես քեզ առաջարկում եմ, հենց պրոստը գնաս, կամ ֆրֆրաստ է, ես շատ գիտեմ ինչ ասել։ Ցավդ էլ մինի ոնց է համար, այ քեզի բանը։ Ոնց ուզում ես գնա։ Ինձ վերևից ասել են, չէ, վերևից։ Ո՞վ է։ Ո՞վ վերևից ասում են, հա։ Հա։ Դες վերևից եկել, հա։ Ես ենթակամարդ եմ, հա։ Այ քեզի բանը, բայց ես ինչ անեմ, արա, ասա։ Արի ինչ ուզում ես արա ինչ ես հարցնում։ Ելը բայ Չունեն, չոք չմտնեմ։ Ես ինչ նեղավոր եմ, կարող ես ինչ-որ բան ունեմ քո դեմ։ Չգիտեմ ունես թե չունես, արա հիմա եկել եմ, արա։ Եթե ունեմ էլ չի երևում։ Արա թողեք եմ, արա։ Հա, ինչ։ Չէ, ախպեր, QR կոդ չունես, ցավը տանը։ Մեռեմ սրտի, ինձ էլ ասում։ Ինչ ես առաջարկում, հետ է, թամ արա։ Ախպեր չեմ կարող ախպեր արա։ Մնացտե ցավը տանը։ Մնացտե չանեմ արա։ Կոֆե խմենք, եսիմ։ Կոֆե բերեմ խմենք։ Բայց всё, это իզդից կարամ ես քեզ օգուտ տամ կոֆե։ Всё։ Արա։ Մի հատ, այսօր, всё։ Վաղը, չէ, չկա, всё։ Արա, դոնը միսոր երկոց անից։ Չէ, ախպեր ջան, չէ, հələ գիտես ինչքան չեմ կարա։ QR կոդ չունես, դավայ, բան արա, գնա։ Всё։ Արա։ Արան դու։ Չեմ եկարա։ Չեմ եկարա ախպեր հետ։ Դե մնացտե, այ քեզ բան։ Հիմա բերեմ կոֆեն։ Բեր։ Չէ, կբերեմ։ Այս իրավիճակից 11 վարկյան առաջ։ Անասուն։ Բարև ձեզ։ Դուք մահացել եք։ Դուք լավ եք ապրել ձեր կյանքը, գնում եք դրախտ։ Շնորհակալություն։ Մի րոպե QR կոդ ունես։ Չէ, չունեմ։ Չես կարող։ Շնորհակալություն։ Մեր վերջին 11 վարկյանը հիմի էսա։ Հա։ Որովհետև ես մարոժնի ավելի շատ եմ սիրում։ Այ քեզի բան, ես ավելի շատ եմ սիրում։ Ես մարոժնի ավելի շատ եմ սիրում, ես կարամ 700 կիլո վանիլը կուլ տամ։ Ես քեզ ասեմ ավելի, ես կարամ մի կիլոնոցը ցելիկոմ կուլ տամ։ Ուրիշ ես կարամ այդ սաղ կուլ տամ մի հատ էլ ավել ուտեմ։ Արա ես կարամ մրգայինի միջից մրգերը առանձնացնեմ առանձին մարոժնին ուտեմ։ Արա ես կարամ մարոժնու ապարատի մեջ աբրեմ, այդքան ես կարամ մարոժնի ուտեմ ու ես այդքան սիրեմ։ Ասեմ ավելին, ես կարամ մարոժնու ապարատի դեմը բերանս բաց օրերով կհանգնեմ։ Լսի, ես մարոժնի ավելի շատ եմ սիրում, քան օրողպոտ։ Ես ավելի շատ եմ սիրում։ Ես եմ մարոժնի։ Ես եմ ավելի շատ։ Ես եմ Մի րոպե, վերջ, լռեք։ Հավատացեք։ Մայրիկ։ Քույրիկ։ Այս իրավիճակից 11 վարկյան առաջ։ Սիրելի ներկաներ,
քանի որ մեր երկրի նախագահը հրաժարական է տվել, ձեզանից մեկը պետք է դառնա մեր երկրի նախագահ։ Ես։ Պետք է դու։ Որտեղ ես մարը շլապել Շնորհակալություն, որ սիրում եք մեզ եւ սիրում եք Հայաստանը եւ մնում եք Հայաստանում, ովքեր էլ որ մեզ դրսից են տեսնում արտասահմանի հայեր, վերադարձեք հայրենիք, ձեր կարիքը այստեղ շատ կա։ Շնորհակալություն, որ դուք կաք։ Մերսի ձեզ հետ էր 11 վայրկյան էջը Պոնչ Զիրյան, Սոլա, Տոմա եւ Զարա։ Իսկ մեր ակումբում, Լուիզա, կրկին եկել է ստենդափի ժամանակը, տղա է դուրս գալիս բեմ։ Ով։ Գորը։ Դիմավորեք, ստենդափ։ Գոր։ Բոյինգ արկեսա ձեր բարձր ծափարությունները Ժողովուրդ ջան, մի թեմայի շուրջ եմ խորացել, դուք էլ պետք է հետս խորանաք, որտեղ ինքը կոնտրաստի վրա շատ ծիծաղալու է։ Իմ կարծիքով մենք մինչև հիմա չենք խերվել։ Արդեն պետք է խերված լինենք ու մեր համար որոշենք, որն է կարևոր հարց, որը պետք է հիմա լուծել եւ որը հետո կարանք լուծենք։ Լուրջ մտածում եք, որ սա հարցերը լուծել ենք, մնացել էր աղբը տեսակավորելը։ Բոլորին հարցնում ենք ոնց եք, ասում եմ շատ լավ, ամեն ինչ շատ լավ է, մենակ էս աղբը տեսակավորելը թթվել է վրեքներս։ Մնացած ամեն ինչ լավ է։ Շատ կարևոր բան է աղբը տեսակավորելը։ Բայց մեր համար լուրջ մենք ուզում եք ասեք ոչխարի բուրդ ծեծող հասարակությունը կարա սովորի աղբ տեսակավորի, մենք միջև հիմա չուստը դնում ենք դռան արանքը, որ սկվազնյա կլինի ամառը։ Դե պոլիէթիլենը ուրիշ արխի մեջ գցենք, եմիշի կորիզը ուրիշ արխի, կամ մեզ տղեկից ոնց պետք է սովորացնեմ, որ պոլիէթիլենը լանդշաֆտին վնաս է, դրա համար պետք չի գցել բնության մեջ։ Մեզ տղերքից, որ չգիտենք լանդշաֆտը ոնց է գրվում։ Չգիտենք որն է պոլիէթիլենը։ Այն տղերքս, որ միջև հիմա 22 թիվն է, ասենք պորտը բաց աղջիկ ենք տենում, մասկա կինոյի նման Ջիմ Քերի, չանը իշնում է, մի քիչ սովորել ենք արդեն աշներս տեսել, բան չենք ասում, բայց մտածում ենք, պորտը բաց աղջիկ ենք տեսել, հաստատ մտածում ենք, հաստատ կակ մինիմում պորտանկա կլնի։ Այդ այս դենքում ու մենք պետք է սովորենք աղբը տեսակավորել, մենք նախ պետք է սովորենք, որ աղբի տեղը աղբամանն է, հետո մենք հիմա աղբը տեսակավորում ենք աղբամանի կողերը։ Լավ բան է ինքը, բայց ասենք միջև մեզ սվետաֆորի գույները մարդկա չի հասկանում ինչի համար է, մարդկա գիտի կարմիրա պետք է ճռռսնի, հիմա էլ գունավոր աղբարկղեր, խառնելու են իրար սա, մարդիկան իմանալու են ասենք սվետաֆորի դեղին են նշանակում պլաստիկ շիշ, աղբամանի կարմիրը քշել, մենք մարս ենք սվետաֆորը, հետո հանցնենք աղբամաններին, սենց որ շարունակվի, ասենք կարող մեգա բնապահպանական եվրոպական ինչ-որ տենց կառույց կոնվենցիա հանի ու զուգարանն էլ կարող արդեն տեսակավորենք, ոսպես կերը դեղին ունիտազ, կարտոշկա ես կերը կարմիր ունիտազ, Իկրա ես կերը, ուրմեն միջև էդ կաշարք ես կերը, իսկ հետո քեֆի ես գնացու սա խառնել ես իրար, գունավոր ունիտազները մոռացի են, պապական հին ունիտազը քեզ բորշիր թե կարող ես, այն ունիտազ են, որ սխում ենք կնոք մտնում է մեջը չի հելնում, մի ձև դասավորում են ջուրը չռում է վսյոժը, գացրեք, որ այդ ջուրը վերջում որ չռում է, մատ աշներս գցում ենք ջրաչապին, եթե ֆռում է այդ շռանը, եթե չի ֆռում, ասենք ջանդամ լավ ես ջուրը, ինչ բնություն, ինչ բան,
Բնությունը տվել է, մենք Աֆրիկա չենք։ Ասենք, ոնց adekvat բնապահպանների մասին չի խոսքը, հաստատ կիմանանք, մենք պսևդո բնապահպաններ կան, բնության պաշտպաններ չեն, բնության կիսապաշտպաններ են, վռատարներ են բնության ծայրահեղ են, որ ծառին կպնես գլուխդ կկտրի, իր համար ծառը ավելի կարևոր է, քան մարդը, այն մարդը, որ այդ ծառը պետք է թթվածին արտադրի այդ մարդու համար, որ ասում եմ, պոլիէթիլենային տոպրակները վնասում են բնությունը, մենք պետք է օգտագործենք թղթից տոպրակներ, այո, ծառը պետք է կտրենք, սարքենք թղթից տոպրակ, օգտագործենք, որտեղ պոլիէթիլենը վնասում է այդ ծառերին, որ պիտի կտրենք, սարքենք թղթից տոպրակ, բայց դե այդ շուստրի բնապահպանները գալիս են այդ պայն ասում են, նո, ծառը չեն կտրում, աղբն ենք վերամշակում, սարքում ենք տոպրակ, ես էլ իրանց ասում եմ, դες գուշ չվերամշակվես, աղբը վերամշակում են, սարկում են էժան խաղալիքներ անապով խավի համար։ Հիվանդագին է էլի մի տեսակ այդ բնապահպանների մոտ այդ թեման, կամ ասենք կարող է բոմբժերն են կարող է կազմակերպես ամեն ինչը, որ աղբը տեսակավորվի, հետը իրանց սուպերմարկետն է, ջրեղեն է, ուտելու բաները առանձի, կամ չինացիները մեր աղբը առնում վերամշակում են, կարող է եսի ասենք աղբի բրենդինգը, PR, visual merchandising-ը, չգիտեմ որ ծաղբի այդ աղբը։ Հետո այդ պսևդո բնապահպանները բնությունը պաշտպանում են, անցնում են աղջիկների պաշտպանում, դառնում են ֆեմինիստ, աղջիկներին պաշտպանում են, անցնում են կենդանիներին, որ պանդաներ կան, չգիտեմ որ տեսակն է, բայց 10 հատ պանդա է մնացել, ու իրանք չեն բազմանում։ Սաղ չռած աշկերով նայում են այդ պանդաներին, որ բազման են, ում նայես բազման են։ Կամերաները դրած, ասում են, երբ է սիրակստիկը բռնելու որցի։ Ուսում եմ բնապահպաններին հարցնեմ, պանդաների բազմանալը նկարելը պանդագրաֆիա չի։ Մենք նույնիսկ որոշ պոլիտիկներ կա, որ իրենց չենք կարում կուսակցություններով տեսակավորենք։ Չեք հասկանում, որ աղբը տեսակավորելը մերը չի։ Այդ պսևդո բնապահպաններին ես խորհուրդ եմ տալիս գնան սովետաշեն ու աղբը տեսակավորեն, լիքը աղբ կա, պլաստիկ շիշ, ծապլի սարքած, պլաստիկ շիշ, բուլիկ սարքած, պլաստիկ շիշ, լյուբիտնի լյուբիտ, այդպես կարան գնան երկար տեսակավորեն։ Ժողովուրդը մի քիչ որ խորանում եմ, ամեն ինչի վրա ցնդվում եմ, բաներ կա, որ տարիներ ի վեր հասկացած պետք է լինենք ու չանենք, օրինակ բլոտը, բլոտ խաղալով գիտի, աղջիկներն էլ, տղերքը դե կա հասկանամ, ծափարացնեմ հասկանամ, ով գիտի բլոտ խաղալ։ 4 հոգի բլոտ են խաղում, 4-ն էլ գիտեմ, որ ասում եմ ընկերս ավել նշանակում է ինոցը մոտս է, խի չենք ասում ինոցը մոտս է։ Ընկերս 2 հատ պազերշ կա, խի չենք ասում 2 հատ տոզ ունեմ։ Բաներ կա, որ արդեն պետք է չանենք, էլի, ասենք օրինակ ես փոքր ժամանակ օրինակ չգիտեմ ում է դա եղել, ես միշտ որ գնում եի զուգան, ուզում եի ճիշի կանայի վաննայի մեջ կներեք իհարկե։ Մամաս ջղայնացավ մի անգամ, բայց որ դուշի տակ ենք լինում, նորմալ է, չէ՞ որ անում ենք, ոչ չենք գնում։ Այդ ջուրը ինչ է փոխում, մեկը հետո լսում ես ջուրը ջրում, ու այդ ջուրը լիքը թեմաներ է ջրում։ Օրինակ, ասենք լողափին, որ աղջիկը լինում է կուպալնիկով, նեղ, թափանցիկ չի ամաչում, բայց որ ուրիշ տեղ լողափից հեռու լիֆով ու տրուսիկով ալում, ամաչում է, խի այդ ջուրը ինչ անում, ջրում է։ Կստացի աղջիկին լայվ խակ ասեմ, եթե բախներդ չբերի ու մի օր, կամ բախներդ բերի ու մի օր ձեզ տկլոր տեսնեն, նայցում ոնց, աղջիկ սովորության համաձայն սենց մի փակեք մարմին։ Ավելի լավ է դեմքը փակեք, որ չիմանանք ում ենք տեսել նոր տկլոր։ Վերադառնալով աղբը տեսակավորելու բնության թեմային շատ լավ է այդ ամեն ինչը, լավ է որ անենք, բայց ինչպես ասել է Ջորջ Կարլինը, հանրայից ստենդափեր փիլիսոփա, բնության հետ ամեն ինչ օքեյ է, մենք ենք քաքի մեջ։ Մեզ որ եկեք պաշտպանենք առաջին հերթին մեզ, հետո այն բնությունը, այն միջավայրը, որտեղ մենք ապրում ենք։ Գորգ, հատուկ ումս կլաբի համար, շնորհակալություն։
Այսօր Women's Club-ի հյուրերն են, հյուրն է, որը կներկայացնի մյուս հյուրերին, Հայաստանի սպորտի վետերանների միության նախագահ Արսեն Բադալյանը, Արսեն, մեր ծափարությունները ձեզ։ Ես գիտեմ, որ Արսեն ջան, նենց հետաքրքիր է, ինչով է զբաղվում կառույցը։ Եթե բոլորը մեծացել են, օրինակ ինչ եք անում։ Վետերանների միության հարկացողությունը վետերաններով ենք հավաքվել, որ օգնենք բոլորին, ոչ թե օգնենք վետերաններին, բայց նաև վետերաններին օգնել։ Թեկուզ երիտասարդներին դուխ եք տալիս։ Դուխ ենք տալիս, դուխ ենք տալիս։ Լավն է։ Չէ, ամենակարևորը վետերաններին մյուս բառը, որ կարելի է կիրառել, դա սենսեյներ, այսինքն մարդիկ, ովքեր իրանց մասնագիտության մեջ ասեն, ու հիմա անցել են իրենց արժանի հանգստին, այսպես չէ կարելի ասել։ Այո, այդ հեսա տենց պլավնը переходим սենսեյի գաղափարին, մեր երակի աշխարհի չեմպիոն կարատեի Կամո Հունանյանը, որոնք արդեն սենսեյի այդ բանը արդեն իրանց մոտ է կիրառվելու, էլի։ Այդ շատ լավ է։ Այս փոխանցենք խոսքը, տեսնենք ինչ է կիրառելու, ողջույն։ Կարատեի երակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն։ Աշխարհի չեմպիոն, ինչպես ասաց արդեն Արսենը, Կամո Հունանյանն է այսօր հյուր Women's Club-ում։ Վաղուց չենք տեսնվել, Կամո ջան, ինձ թվում է բազմաթիվ նորություններ ունես, մի երկու բառով խնդրում եմ ներկայացրու։ Նորությունները իրոք շատ են, ասեմ ամենակարևորներից մեկը 2018 թվականի ապրիլի 22-ին Ստամբուլում WSF վարկածով աշխարհի չեմպիոն դարձա ապրիլի 22-ին եւ քառորդ եզրափակչում ադրբեջանցի մարզիկին հաղթեցի։ Գլուխ գովալու չելնի, բայց շատ փիս էլի հաղթեցի, ոնց որ պետք էր։ 16 թվականին շատ հեռուն են գնում, բայց Պոլշայում էլի աշխարհի առաջնությունում այդ ժամանակ կիսաեզրափակչում թուրք մարզիկի եմ հաղթել։ Ինչի համար եմ ասում, որովհետև կոնկրետ ադրբեջանցու եւ Թուրքիի, երբ որ թուրք կամ ադրբեջանցի են իմ հակառակորդները լինում, իմ համար էդի մեռնելով է լինի, պետք է հաղթեմ։ Այս սեպտեմբերն էլ Ռումինիայում աշխարհի բրոնզե մեդալակիր դարձա, վնասվածքով էլի։ Շնորհավորանքներ ես, վնասվածքով։ Ձեռքը ջարդվել էր հենց առաջի մարտի ժամանակ, այդտենց շարունակեցի մինչև կիսաեզրափակիչ եւ հետո բրոնզե մեդալ նվաճեցի։ Բրավո։ Ձեզ մաղթում ենք միմիայն հաջողություններ, յուրաքանչյուր նմանատիպ հաղթանակ մեզ ուժ է տալիս։ Սպասում ենք Կամո ջան քո վերադարձին մեծ սպորտ ու քո նոր հաղթանակներին։ Մենք բոլորս քեզ հետ ենք այս բարձր ծափարությունները։ Վկայում են այդ մասին։ Քեզ շատ շնորհակալություն, որ այսօր մեր հյուրն եք։ Տեսեք ով է նստած։ Ես այսպես անձամբ կտամ։ Այո։ Լևոնին էլ։ Տաղանդաշատ Լևոն Հարությունյան։ Ողջույն Լևոն ջան։ Ես այսօր ուղղակի հյուր եմ։ Դու որ գալիս ես մեր նկարահանումները այնքան լավ անցնում միշտ, չգիտեմ ինչի է տենց, բայց տենց է։ Լևոն, ես կուզեի մի երկու բառով քո նորություններով կիսվեիր։ Ես վստահ եմ, որ դու անընդհատ ունես լավ նորություններ։ Լոյս ջան, այս պահին կա նորություններ, իհարկե շուտով ես մեծ ցանկություն կախված է փոքր խնդիրներից, բայց անպայման նորից բեմ արդակ կվերադառնա, կգա ջինջան ներկայացումը, որին ահագին սպասում են մարդիկ միշտ հարցնում, ես կարծում եմ դա կլինի մարտ ամսին։ Մարտ ամսին։ Այո, եւ նաեւ նախատեսում եմ մի նոր ներկայացում, դրա մասին անպայման հենց արդեն բողբոջտա, ես անպայման իհարկե սա միակ տեղն է, որ ես միշտ իմ նորություններով մեծ սիրով կիսվում եմ բոլորի հետ։ Ես ամեն անգամ իհարկե մեծ սիրով եմ գալիս, մեկ-մեկ որ տրամադրություն չեմ ունում, որ ասում եմ ինչ անեմ, որ Women's։ Իհարկե։ Այս տեղը միշտ քոնն է։ Մենք տեղ մարդ չենք նստացնում, հենց տանում ենք բոլորը լցվել են, Լևոնը չեկավ, նոր մեկին ասում ենք, խնդրեմ, կարող եք այստեղ զբաղեցնել ձեր տեղը, Լևոն Հարությունյանի տեղն է, լավ ջան, նենց որ այդ միշտ կա։ Իսկ սրանից էս աթորից փող գալիս է։ Ձեզ։ Մեզ չէ, բայց ընդե հա։ Ընդե։ Դե մի Լևոն դարձրիկ Պելեն, Լևոն Հարությունյան։ Մեր բարձր ծափարությունները շնորհակալություն Լևոնին։
Սուպեր գներ Mobile Center-ում։ Գնիր iPhone 11 64 GB սմարթֆոնը հատուկ գնով ամսական 9720 դրամով։ Ինչպես նաև ստացիր Power Bank 10000 mAh լիցքավորիչը նվեր։ Պատվերներ կարող եք ամրագրել նաև առցանց mobilecenter.am կայքում կամ զանգահարել 015 70 0000 հեռախոսահամարով։ Mobile Center Apple-ի պաշտոնական ներկրողը Հայաստանում։ Monte Santi La Perla հրապուրում է իր գրավիչ տեսքով, համի և բույրի հարստությամբ։ Պարզապես թափարեք շիշը հիանալու փայլում մասնիկների նրբագեղությամբ։ Monte Santi La Perla-ն յուրահատուկ նվեր է քաղցր փրփրուն գինիների բոլոր սիրահարների համար։ Monte Santi La Perla դարձրեք ձեր ցանկացած միջոցառումը ամոռանալի և օրիգինալ։ Թեյդը անգլիական բրենդը ներկայացնում է հնդկական բարձրակարգ թեյերի լայն տեսականի։ Բացի դասական սև և կանաչ թեյերից, տեսականիում արկա է նաև նորույթ, բնական հավելումներով և ամբողջական թերթիկներով բուրգ փաթեթների մեծ տեսականի։ Այսուհետ թեյդաթեյերը կարող եք գնել ոչ միայն չայ կոֆթեի և սուրճի մասնագիտացված խանութ սրահներից, այլ նաև Հայաստանի և Արցախի բոլոր սուպերմարկետներից զեղչված գներով։ Ջերմացրեք ձմռան ցուրտ օրերը թեյդաթեյերի բազմահամ հավաքածուով։ Մեր ակումբի զովությունը և թարմությունը ապահովում են յամ բնական հյութերը, որոնք ներկայացնում են առաջին իրենց տեսակով բնական հյութեր թեթև գազով, ամբողջովին անվնաս նույնիսկ երեխաների համար։ Իսկ դուք գիտեք, որ գլխացավից ազատվելու համար պետք չէ դիմել հատուկ միջոցների։ Ընդամենը 1 սաշե կետոնալ էքստրա պլյուս և գլխացավը արագ կանհետանա։ Տղամարդիկ լավ իմացեք կետոնալ էքստրա պլյուս և ձեր կնոջ գլխացավը ձեզ չի խանգարի։ Հույզա նկատել ես, որ մեր քաղաքում բոմժերը շատացել են։ Հա, նկատել եմ, ու հենց դրա համար էլ կարծում եմ, որ մի քանի հոգու մեր ակումբից պետք է հանել։ Լավ, ես այդ նկատի չունեի, բայց ամեն դեպքում մեր հաջորդ համարը սիրված համարների շարքից է։ Եվ այսպես ուշադրությունը բեմահարթակ, անհասցե լրվածները բեմահարթակում են Զարան, Սոնան, Պոնչը և Բոնին։ Eşi meyke, şikalo, eş çortorta kadam gılxin, kadam gılxin. Anasın. Xexte merkumatom. Ես կեզնից բաժեմ եմ վսյո, կատալ չամականներդ վեկարգինա հորետ կանգար։ Խոսում ես խոսա, ջանդամին խոսաս էշի մենք։ Բաժեմ եմ վսյո։ Իմ էշ խելքը ասա, թե ինչի քեզ ուզեցի, լիքը մարդ էր հետևիցս վազ տալիս, սաղոնը բազում են հետևից։ Ով էր քու հետևից բազում արա։ Տրոլեբուսի գարոն, տրամվայ կրնեն, իժսնեն։ Նախ տրամվայ չկա։ Երկրորդ հետևից բազում են, որ բրնեն գլուխը դնգստեն, փողը չէի տալի թռնում էր, արա։ Բանժավել, խճո, ուրեմն սաղ մեր համատեղ ունեցվածքը պտի կիսենք, պտի կիսենք։ Կիսել, տակ կիսել, սարյան փողոց չմտնես, տեով ես եմ փող հակում։ Հա, դեմոնը տենց, հա, Բաղրամյանն է սաղիմն այն իրա մոստով բանով, Անդրևի վաղտել կպանտը սպարվեմ։ Էդը չիրն է աղջիտի մողքունից ստասն իրանք են փող հակում։ Քու փողը փողոցները բեկա Լեո Բանկասյան։ Հա, դի դա չեն մնում անձին։ Ինչ դա չէ հիվան։ Արան պտաղն ու կանգարը, որ հետ են քցեն։ Դե որ տենցա հորդ նվիրած սմարտ տելևիզորի ящики կեսից կեսը քեզ։ Հարց չկա, բաղնիկնել են կիսում։ Չեն կարա բաղնիկը կիսեք, այ հիվանդ 3 հատ հատանձերոցիկ մնաց է։ Էդի որ կիսեք, որ դու նորմալ կլողնես ոչ ես։ Կբոքսեմ ես աշկերի։ Կբոքսեմ ես։ Կբանշանպեն։ Ինչ ա եղել։ Արա ինչ եք ձերներդ կացեք գլուխներդ, արա։ Ձերներդ մինչև սովետաշենի զիբիլանոց հասնումա, թող եք քնենք էլի արա։ Ինչ կար աղբեր սովետաշեն, լավ հանգստացակ։ Արա տոն չէ հայ աղբեր, չթողեն էսկի ներս մտնենք, ասին QR կոդ չունենք։
Լասեք տնամ ինչ եք իրար դանգաստում, արա։ Այլ մակար ջոն, դու իմ ընկերնես դու պետք է իմանաս։ Ախպեր, ծաղկշույն ներվերս ուտում այս ինգեր, ծաղկշույն։ Ես կարդոնը կաշում է իրա վրա մեջքս բազմա մրսում իվանդանում եմ արա։ Զրպարտը մախը չոջան, համբան է չի չես ասում, որ ծաղորը դարսերը խմում ես խմած ես տուն գալի։ Սուտ ես ասում, ես դոսերը չով խմ, ես տունն եմ խմում։ Ոնց ես է տունը խմում։ Բայ ուրոդիշ տարբերություն դուս տուն դուս, մեր տունը դուս տարա, իվատ է։ Տական կեննա։ Ռիփա ջան, հաճան։ Անակ ես շատ եմ սիրում, որ մակարս խմած է գալիս տուն։ Այ, մորս եմ դուզ ասում։ Քնար ջան, դրա ինչն է սիրելու բան։ Աշ, դե ես անքնություն ունեմ, էլի, գալի մի հատ շնչումա դեմքիս անջտվում եմ։ Դուզ ասում ախպեր, արա հետո իրան հետ յոլա գնացեք, ախեր արա մի բուր բոմժ ենք մնացել, արա, մի բուր բոմժ մենք պետք է թև ու թիկուն կլնենք արունով։ Չեմ կարա, Մակար ջան, ես ես տանկանքեն յոլա գնա։ Ինչի։ Որովհետև ինչքան սիրուն աղջիկա մոտենում այս Դոնժուան ավիայեշը։ Արա ես իրա համար եմ անում, արա, մոտը կանում եմ մարդկանց հետ փող եմ խնդրում, արա, ես կեզ բան ասում եմ, որ սվետակոր տակիկային ես ջպերին ես մոտիկն եմ, ես կեզ բան ասում եմ, սիգնալ են տալի, խաչոյի կնգան սիգնալ են տալի, հասկնում ես դա ինչ է իմ համար, իմ անվան համար։ Ասեց ակամայից հիշեցի ձեր հարսանիքի օրը, հիշում ես Մակար, ինչ լավ էր, ինչքան սիրում էիք, գրգրում էիք իրար, հիշում եք, որ հրապարակի կալցոն 7 թկռուկ սենց քայլեցին, գեմից էլ դրիկ խչոն սիգնալ տալով գնում էի։ Արա, մորես արեմ, արա, հիշում եք, արա, որ երկու հատ խուշ տվին ձեզ, որ թերցնենք, արա, հիշում եք ինչ համով էր էդ խուշը։ Մորես արեմ, ատիսս, մատերս հետուս կերա։ Այ, արա, հետո արա մորացել եք, որ դուք երթում եք տվե եկեղեցու հետևը։ Մորացել եք տերհարն էլ ասեց, հայտարարում եմ ձեզ այրուկին կարակ արդեն ըզնից հեռու կանգնեք։ Դե Մակար ջան, դե ինչ չասեց, ասեց հայտարարում եմ ձեզ այրուկին, կարակ լողանակ։ Այլ ախպերս ներվես, բարկացը մլեմ ախպեր, սոզվեն եմ կխիղթը։ Բարկացը մլեմ գալիս է սոված է եսի, ակնջս կծրտում է միթաուրի, սենց կծրտում է չալը։ Это намё кара. Узыма. Ինչ է ուզում։ Դարե կապարտա։ Արա, ուզыма, քնից հելես, գնա շիշ հավքես, ապուշ, դու բուզելիք չունես, արա։ Ուզыма։ Հələ մի րոպե էլի կներեք էլի մի հատ ես քնար ջան, քո հետ առանձնանա մի հատ կանացի, շատ կանացի, սենց նուրբ մի հատ բան ասեմ ես, քեզ դու ինձ կհասկան։ Չի գրավում որպես տղամարդ հասկանում ես չեմ ուզում սրա կողքը քնեմ, ֆիզիկապես ալերգիա ունեմ։ Հելե ես քու կողը չեմ ուզում քնեմ, արա, սա քու մերդ ա մեղավոր, քու մերդ։ Արա իմ ինչ կապ ունի, մորս չկպնես։ Որս տանիվ ես կզզվեմ, քու մորը կպնեմ։ Չի։ Հելե քու մեր, արա, գալի կեզ վատ բաներ ա սովորցնեմ, գալի վատ բաներ ա սովորցնեմ, ախպեր, ասում է ամանները լվա կեղտոտ, ես էշեշ դնում լվում արա։ Բայց ինչ վատ բան ա սովորցնում։ Ոնց ինչ վատ բան քշերը հելեմ եմ սոված եմ նմուզում եմ լպստեմ քնեմ, տենում եմ սաղ մաքուրա փորս գրգրդալին քնեմ եմ արա։ Շատ սալա անասում։ Սաղ կումերն արա մերդ մեր տունը քանդ է ծարետի։ Այ տղա դու իմ խեղճ անջված մորը բան չասես, ինչ արեց որ մեր տունը քանդ է։ Եկավ քոր ոտը տվեց են տախտակին հենել է կիպսակարդոնի տունը քանդ է ծաղարա։ Լավ ես հասկացա, ձեզ ռոմանտիկան ա պակասը։ Ռոմանտիկա։ Դե ասա, ռոմանտիկ բաներ չեմ։ Ձմի խնդատավար ռոմանտիկ բաներ չեմ արեալա։ Հելե ասա, ռոմանտիկ բան, որ նոր ենք շպվում։ Արել ես չեմ ուրանում որ նոր ենք շպվում։ Են որ հելե նոր հավանը մենք իրար եկա ձեր հայատ հետ տալով գրի ես քեզ շատ եմ սիրում։ Որս արև ամեն մարդ չի Արելա Մակար ջան, չեմ ուրանում, պարքևելա ինձ։ Արելը մի թղթից ախպեր։ Երկու ժամ տանջվում էի թղթից վարդ էի սարկում նվիրում։ Ճիշտ ասում, սկսեցի թղթից վարդ նվիրել, բարեկամներդ էլ ընկան աճուրդի մեջ սկսեցին, էլ թղթից բանալի, էլ թղթից վզնոց, էլ թղթից ականջով, չէ Մակար ջան, քնար ջան, ես բաժավում եմ, լուրջ եմ ասում, սենց որ շարունակվեց, մենք թղթից երեխա ենք ունենալու, ինձ պետք չի կճռճռա։
Արա կյանքս կերել ես դու արա։ Ինչ եմ կերել, սուս մնալ, այլանդակ լնակոտ, համբան, ես ինչ շասնեմ ինչեր ես անում իմ գլուխը, հա? Ինչ եմ արի, ասա։ Կնկամազ եմ քթևերին։ Կնկամազ, անասնակ է։ Ասենք ես պարկած քնած եմ իմ համար կանգառում, կնանիք չոյն նկատեմ գալի նստում եմ վրես։ Մազին են գնում եմ վրես, սարա ես ինչ մեղավոր եմ, ախպեր։ Հա, բավոր առավոտները մենակ կոֆես տկմ էտի ոնց կբացատրեմ։ Ես ինչ մեղավոր եմ, որ դու սիգարետը մեջ ու հագցրած կոֆե չես։ Մարդկանց ասա, տենց են կծում արա։ Տաքսիստերին գնասա։ Անիրավ լակոտ ես դու, Մակար ջան, լսեք, սաղ կպատմեմ, ես էսի պահելին լավոր վամար, բայց հիմա պատմեմ։ Սաղորը վերընգած դիվանի կառոմպկին վրեն, տինիվիզորի կառոմպկայա նայում, սաղորը 21 ժամ, ուղիղ 21 ժամ, ասում եմ խչո, էլի մի քիչ են լվացքի մեքենայի կառոմպկին նայում, հատ նայ տես ինչ ա եղել, տեղի չի ժառնում, Մակար ջան, հենար տունը մուկ էր մտել, ասում եմ խչո, վեր կաց, այդ մուկը վխտում ա, բռնի, չի բռնում Մակար ջան, անտարբեր վերաբերմունք, ասում եմ խչո, բռնի այդ մուկը ուտենք սովից չմեռնենք։ Աղջիկա, հələ լսի, քեզ մի քանի կանացի խորհուրդ տամ, հա? Տուր հնար ջան, տուր, սիրում եմ ես։ Այդ խորհուրդները որ լսես, ինքը քեզ կգրավի որպես տղամարդ։ Լավ կնիկա։ Դու իրան, նայ, լսի։ Աղջի, հələ փորձի ասենք թե մի օր եղունգներդ ուրիշ ձև կրծես։ Կամ ասենք թե մազերի ծերերը խանձես։ Ֆիգուրայի թելօրինակիս համար հետևի, իրիկունը 6-ից հետո ուտելու բան ման մի արի, աղջի, դրանք ստեղանես տեղը։ Այս տուփը բաց խորհուրդեր ես տալ, լավա չես ասում մի քիչ քնքուշ հազա։ Հələ ախպեր ես սրա վրից ամեն օր տարբեր օրեր տղամարդու դուխու հոտ ա գալի ախպեր։ Էսի հաստատանցի դավաճանում ա ուրիշի հետ։ Արա թողն է, ոնց եմ դավաճանում, էտ եմ քտնում, էտ եմ փչում։ Ճիշտ է, սվարան, ինձ կանգավարից է ասվի շիսելի հոտ ա գալի։ Հմինչ ես մտածեմ, որ ընցի ունիտազի հետ դավաճանում, հա։ Մի էտա քտում, էտա փչում։ Արա մի քիչ իրար հետ յոլա գնացեք, կանգար չկա, որ կռիվ չլինի։ Հա, էլի, բոլոր ընտանիքներում է կռիվ լինում է։ Աղջիկը բոքս է բերել, դու իմ ասացի դե չավելացես ախպեր ես իրա չեմ կրա ապրեմ, ախպեր։ Անչի խչո ջան։ Կատու յարը վրեն, ախպեր եսի։ Կատու թե տատու, արա։ Չէ, կատու, ախպեր, քնացել է կատուն եկի կակելա վրեն։ Լակոտ, այլա դատ խես այդ նավ կենթանու վատ բան ասում, էտի մեր սաղ ծմերը բաքսին ծառայից այդ կենթանը։ Հալա, ես քեզնից շուտ պտի բաշանված ծլնեի, շուտ, են օրվանից երբ որ առանց ինձ ասելու գնացին մազերդ ներկիր, են է իշխույն կանաչ, արա, գնացը կանաչ էր ներ։ Բայց կանաչը տրենդ է։ Մերժում եմ զրբատությունը։ Օրը քնար ջա, ես չեմ դու ես, կամեկի ես այգում իմ համար մուշ քնած էի, քակապետարանից եկան էտի ծախս կամեկին կանաչներ կեցին մազենսը հետ, ես ինձ մեր։ Արա լավ, թարգեք, արա լավ, թարգեք, լսի, ներդաշնակ զույգ լինելու համար, պետք է իրար կոմպրոմիսների գնաք, զիջող լինեք, հարգեք դիմացինի կարծիքը, զուգահեռաբար համաձայնեցնելով ձեր իսկ բնավորության հետ, ընտանիքում պիտի տիրի հարմոնիայի վերջո և համերաշխությունը պետք է պատի ձեր ներոհիշյալ հյուսվածների մեջ և էմոցիաները պետք չի խառնի ճաղաճ մտնեն իրար մեջ, պետք չի սկեպտիկորեն վերաբերվել ամեն մի փոքրիկ հարցի, որտեղ ձեր ընտանիքը կգնա դեպի ուտոպիա, հասկանում եք, ուտոպիա, այս էպոպիական տեքստը հենց դրա համար էր, որ դուք ընկալեք ի վերջո, թե ես ձեզ ինչ էի ուզում ասել։ Արա դու ես կամպանուր դուս գիտես, արա Մակար, արա։ Կիսաբաց լուսամուտներից եմ գալի, դե ես ընդ է հոգեբանը չէ։ Bravo, կպոքսեմ արունը կտրնին եմ։ Ասել էի ձեզ, ասել էի, կնեք մի բան է դու ասա։ iPhone-ի զայարդիշնիկ ունեք։ Այդ ինչ ես հարցնում։ Դե ասի տենա մետ ինչ ա էլի, որ սաղ իրարից ուզում են։ Լավ, ես հասկացա, ձեզ փոփոխություն ա պետք, հա։ Ճիշտ ա, զամեն ա պետք ձեզի ապե։ Ես ասեմ, թույն բան առաջարկեմ, զույգերը փոխվեք։
Ո՞ր է ձեկերը փոխվում։ Բատես արա, օրքի։ Արախ ես խփում այ բոմբ։ Բայց ես քույտ չեմ քնի արա է։ Խի արա։ Խի։ Որտե չաղ ես։ Դու չաղ ես, բայց սենց բան ունի կնիկը։ Արա չեք նկատե դոշերդ։ Բայց չէ պալյուբում ու նո։ Լսինի քոտան, բայց համակրելի տղա համար։ Ես համակրելի եմ։ Լավ էլի մի կռվեք։ Կնստեմ դջի։ Չկպես կալը է։ Չկպես ինձ ինքպես կալը։ Խաչո, ռիփո մի կռվեք էլի։ Ախր ինչ կմտածեն ձեր բարեկամները։ Քավոր շունը։ Ջանամին մտածեն քնար ջան, թքած ունեմ ես սաղի վրա։ Իմ առողջություն ներքին աշխարհը ավելի կարևոր է, քան վիճակը։ Քնար ջան, ես քեզ մի հատ կանացի բան։ Ասա, մատով չի կպնում ես տանկանքը ինձ։ Աղջի, մատով։ Աղջի, ռիփո, մակարս էլ զատո մենակ մատով է ինձ կպնում։ Ինչի՞։ Աղջի, բալը վրեն նայ, ուրիշ դեպ չի էլ կարա։ Վայ ես կուտիրունանը։ Հետը սուտ եմ ասում։ Վա ուտես մատերս։ Աճա կուտիկ։ Ես քենից բաժանվում եմ։ Ես քեզից բաժանվում Տեն, շնորհակալություն հայտնենք մեր գործընկերներին։ Շնորհակալություն Շենգավիթ բժշկական կենտրոնին, որտեղ մենք պարբերաբար ասում ենք թեստավորում եւ հոգ ենք տանում մեր առողջության մասին։ Շնորհակալություն հայտնենք նաև Zara խանութների ցանցին, իդեմս Retail Group Armenia ընկերության։ Իդեպ արդեն հասանելի է Zara Online հարթակը։ Շնորհակալություն Beauty Fabric գեղեցկության սրահին մեր աղջիկների դիմահարդարումը ապահովելու համար, շնորհակալություն Meline գեղեցկության սրահին մեր աղջիկների վարսահարդարումը ապահովելու համար եւ իհարկե շնորհակալություն Women's Club-ի ոճաբան եւ դիզայներ Արայիկ Գաբաջյանին։ Իսկ մենք կհանդիպենք ուղիղ մեկ շաբաթ անց, ուղիղ ժամը 21:00-ին, Շանթի եթերում։ Շանթի եթերում։